Ոնց ես դու վերաբերվում։ Մնում ես խնդրի մեջ, թե հաղթում ես գնում ես առաջ։ Գիտեք COVID-ը որ եկել էր։ Ամբողջ աշխարհին էլ կպավ։ Ինձ էլ կպավ։ Ինձ ամենասկզբից կպավ։ Ես այնենց ամենասկզբից որ չգիտեի որ ես COVID եմ։ Բայց հասկանում եմ որ աննորմալ բան է այդպես կատարվում։ Անմարդկային ցավ էր, այսինքն ինչ առումով անմարդկային, թե 50 տարեկան մարդ եմ։ Հիմա անանք ասելի 49-ից 50 մոտավոր լավ։ 50 տարեկան մարդ եմ, գիտեք, այնքան ցավ եմ ունեցել կյանքում։ Ես գիտեմ ցավի ինչ է, ես գիտեմ ատամը ոնց է ցավում, քիթը ոնց է ցավում, բերանը ոնց է ցավում, ոտը ոնց է ցավում։ Երբ որ COVID եկավ, ամեն ինչը ցավում էր, ամեն ինչը ուրիշ ձև։ Ես հասկացա, որ արհեստական է սա, բնական ոչ մի ցավ չկար։ Բոլոր ցավերը նույն տեղը ցավում էր ուրիշ ձև։ Ուրիշ ձևով էր ցավում։ Բայց գիտեք ինչ էր, COVID եկավ, անեցկեր չէ, այս աշխարհի վրա։ Բոլորին խցկեց տները, ինչքան կյանք տարավ, ու բոլորս մտել էինք տները։ Գիտեք, ոնց որ թե անեցկեր, դու գիտեք COVID-ը ինչ մեծ օրհնություն դարավ մեր եկեղեցու համար։ Մենք կարայինք մնայինք այդ անեցքի մեջ, սպասեինք երբ անեցքը վրեքեսս գնալու։ Բայց նստեցի ասի մի րոպե։ Եթե սատանա դու որոշել ես, որ ես տունը մնամ, տնից եմ հախիցդ գալու։ Ավելի լավ։ Մարդիկ էլ են տունը։ Փառք Աստծուն։ Ասի մարդիկ էլ են տունը, գիտեք ինչ արեցին։ Մեր ամբողջ եկեղեցին։ Տեսեք հիմա մի քանի կամերաներ են աշխատում, այնտեղ մոնտաժ արվում, 1000 բան է լինում։ Մեր ամբողջ եկեղեցին գիտեք ով էր։ Ես էի։ Մեծ աղջիկս, մեկ էլ հեռախոսս։ Մեր ամբողջ եկեղեցին այդ 3-ից մեջ էր։ Ես աղջիկս հեռախոսը։ Մեկ էլ Անան էր փոխարինում իրան։ Նստեցի, որոշեցի, որ տենց է։ Եթե դու տենց ես անում, հեսանա ես ինչ եմ անում։ Հարց ու պատասխան մտածեցի։ Ամբողջ աշխարհից մարդիկ սկսեցին հարցեր տալ։ Քարոզները սկսեցի հեռախոսով նկարահանել։ Դասեր սկսեցի տալ։ Հազարավոր մարդիկ իմ դասերով, օրինակ Սուրբ Օգով մկրտվել են, որովհետև COVID-ը չլեր դասը չէի դնելու ես։ Այսօր աշխարհից էր Ավստրալիայում մարդը նստած Սուրբ Օգով մկրտվում է։ Ով է իմ դասով մկրտվել, առանց թե աղոթելու դասի ժամանակ։ Տեսեք դահլիճում ամենակիչը 30 հոգի մարդ կա։ Ամենակիչը մենակ դահլիճում, որ մարդիկ ստեղ են։ Գիտեք քանի հազար մարդ է մկրտվել Սուրբ Օգով։ COVID-ի պատճառով, ազատագրվել դեպերից COVID-ի պատճառով, COVID-ը չլեր եթե դասերը չէի նկարելու, չէի գցել ունդեղ։ Գիտեք ավելին ասեմ ձեզ, այդքանով չսահմանափակվեց։ COVID-ի ժամանակ մենք 5000 հայ կերակրեցինք։ Մենք 1000 հայ չենք գնալու կերակրեինք, հավատա ինձ։ Բայց COVID-ի ժամանակ թողեցինք ամեն ինչ։ Ոչ վախենում են մեր տղաները, հերոսները, 20-30 եղբայր գալիս են առանց վախենալու որ կվարակվեն։ Լսնում էին ու ուտելիք տանում էին աշխարհիկ հայերին։ COVID-ն արեց, այդ անեսքը մենք օրհնության վերածեցինք։ Ու ամենամեծ օրհնությունն էլ վերջում գիտեք ինչ եղավ։ COVID-ը տևեց 3-4 ամիս։ Եկեղեցին սատանան մտածեց եկեղեցին փակում է, չէ՞։ Գիտեք, երբ որ COVID-ը վերջացավ, COVID-ը սկսվեց։ Անցավ 3-4 ամիս, COVID-ը վերջացավ, եկեղեցին մտավ COVID ու դուրս եկավ, երբ որ դուրս եկավ ինքը արդեն կրկնապատկվել էր քանակով։ Ստեղ, այստեղի եկեղեցին։ Պատկերացնում եք, մենք մտանք COVID, ասենք 200 հոգով, դուրս եկանք 400 հոգով։ Հիմա անեսքեր թե օրհնություն։ Եթե նստեինք ոչի բան չանեինք, անեսքել մնալու էր։ Հարցը գիտես ինչի մեջ է։ Դու կարաս անեսքի մեջ օրհնություն գտնես։